Փաշինյանին։ Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, տարածաշրջանի երկրներից, այլ երկրներից, ոչ տարածաշրջանի, բոլորիդ ողջունում եմ Օրբելի ֆորում 2025-ում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագրով եւ միանգամից ասեմ, որ այս խորագիրը ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ կառավարող մեծամասնության աշխատանքային օրակարգը եւ պիտի միանգամից արձանագրեմ, որ եթե 3 տարի առաջ օրինակ այս մարտահրավերներ եւ մարտահրավերները կառավարելու ամենօրյա անհրաժեշտություն, այսօր մենք կարող ենք ասել, որ մարտահրավերներին զուգահեռ ունենք նաեւ հաջողություն եւ հաջողությունների պատմություն։ Եվ ակնհայտ օրինակից չսկսեմ, այլ սկսեմ մի փոքր ավելի նախորդած իրադարձություններից եւ ընդգծել, որ հաջողությունների պատմությունը սկսեց 2024 թվականին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթաց Տավուշի մարզում։ Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ միանգամից ասել, որ ինչքան էլ այդ ընթացքում առանձնապես հեշտ չէր մեր հանրությանը պարզաբանել ինչ է տեղի ունենում եւ ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է։ Պիտի ուղղ ասեմ, իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, կազմակերպում են տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն կուսակցական գործիչների, երբեմն Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ, սահմանազատված կիրանց եւ հարակից հատվածներ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք խաղաղության օրակարգ ասելով։ Եվ պիտի ուղիղ եւ անկեղծ ասեմ, հետագայում մենք նաեւ որոշակի մոնիտորինգ ենք անում մարդկանց տպավորությունների եւ արձագանքի վերաբերյալ, ես առայժմ չունեմ որևէ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենից, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս, եւ սա շատ կարեւոր հաջողության պատմություն է, որը ունեցավ շարունակություն 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների, ես ամբողջական անունները մեկ չբերեմ, շատ երկար են անունները, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը եւ դրանք երկու երկրներում անցան վավերացման ընթացակարգեր։ Սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը ունի դե յուրե իրավական ուժ երկու երկրներում։ Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկը այն էր, որ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմաթեի հռչակագիրը, եւ սա ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունակարային մի կետ է, շրջադարձային մի կետ, որով երկու երկրները ըստ էության արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմաթի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային սոցիալիստական ադրբեջանական հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածքի հետ։ Եվ այս փաստը արդեն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որը արդեն հանրահայտ փաստ է։
Իհարկե մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր եւ նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը եւ այդպիսով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Սա կարևոր եւ առանցքային արձանագրումն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն։ Եվ այս կետից պետք է անդրադառնալ նաեւ հետևյալ հարցին, իսկ այնուամենայնիվ որոնք են մարտահրավերները։ Մարտահրավերներից մեծագույնը եւ հիմնարարը այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ օտարոտի եւ անծանոթ է հնչում Հայաստանի Հանրապետության խաղաղություն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Մենք այս խնդրի հետ առնչվելուց առաջ պիտի արձանագրենք, որ խաղաղությունը անծանոթ հասկացություն եւ միջավայր է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար։ Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը։ Մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ընդհակառակը նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ մենք ամենևին չպետք է թերագնահատենք այս փաստը։ Եվ ուզում եմ ընդգծել նաեւ, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք, որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից, 88 թվականից եւ ըստ էության շարունակվել է, թե շարունակվում է մինչև օրս։ Ըստ էության քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է, բայց մենք պետք է հասկանանք, որ սոցիալ հոգեբանական առումով եւ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որ կոնֆլիկտը մի բան չէ, կամ ընդհանրապես գիտեք, 30 եւ ավելի տարվա ցանկացած երևույթ, որ 30-35 տարի մենք որևէ մեկը ապրել է մի երևույթի եւ մի ռուտինի մեջ։ Որևէ ձևով հնարավոր չէ դա արգելակի լծակի գործադրումով կանգնեցնել։ Բայց հնարավոր է դա կանգնեցնել, թե ոչ։ Այո, դա հնարավոր է ինչպես քաղաքական առաջնորդությամբ։ Եվ սա մեծագույն եւ կարեւորագույն հարցն է։ Քաղաքական առաջնորդության հարաբերությունը իրավիճակի ապագայի ռազմավարական պլանավորման եւ շատ կարեւոր է պատմության հետ, որովհետեւ կարծում եմ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ինչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Եվ սա է մեր ընկալումը, որովհետև ընդհանրապես պատմությանը հղում անելով
պետք է նաև հասկանանք մի բան։ Իսկ որն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը։ Որտեղ պատմությունը երկար երևույթ է։ Կա 50 տարվա պատմություն, կա 30 տարվա պատմություն, կա 50 տարվա պատմություն, կա 100 տարվա պատմություն, կա 500 տարվա պատմություն, կա 1000 տարվա պատմություն, կա 2000 տարվա պատմություն։ Եվ եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունը եւ հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, այդ նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը։ Ընդհանրապես, ես ուզում եմ մեր բոլորի շադրությունը հրավիրել մի փաստի վրա։ Սա չի վերաբերվում միայն մեր տարածաշրջանին։ Ընդհանրապես, եկեք գնանք վերցնենք ցանկացած ռեգիոնի պատմության ցանկացած երկրում տպագրված ցանկացած գիրք։ Ինչի մասին է պատմությունը։ Պատմությունը սովորաբար խաղաղության մասին չի լինում։ Պատմությունը սովորաբար լինում է կոնֆլիկտների մասին։ Որտեղ խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Պատմաբանի տեսակետից։ Որտեղ խաղաղությունը վիճաբանություններ եւ բանավեճեր չի հրահրում։ Խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն։ Իսկ ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է։ Եվ ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադիր լինենք պատմության վերաբերյալ։ Այն տրամաբանության մեջ, իսկ ինչ ենք մենք ասում, իսկ ինչու չեն կարող հղում անել, չի կարելի հղում անել, մասնավորապես այն ժամանակների պատմությանը եւ կան իմիջայլոց պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ եւ քաղաքական առաջնորդներ, ովքեր հղում են անում այն ժամանակների պատմությանը, դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունները մկաններով եւ կիրովաբադներով, լենինականներով եւ լենինաբադներով, Կույբիշևներով, հոկտեմբեր կինոթատրոններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, ովքեր լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա։ Համարում են, որ սա է։ Գիտեք, որ այդպիսի պատմություն է եղել, երբ որ Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային հայտնի դիվանագետներից մեկը վերնագրել էր պատմության ավարտ, բայց կան նաև քաղաքական շրջանակներ, ովքեր պատմության մեկնարկը համարում են հենց կիրովականների եւ կիրովաբադների ժամանակաշրջանը։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, որ ոչ դա պատմություն չի եղել։ Եվ հղում անել ժամանակ առ ժամանակ այն իրավիճակին, երբ որ մեր տարածաշրջանում, գիտեք, պետք է հետևյալ արձանագրել, մեր տարածաշրջանը վերջին հարյուրամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ եւ կիրովաբադներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբադները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբադները, Օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները եւ կիրովաբադները, ում մոռացա, մոնղոլ թաթարական շրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, բյուզանդական ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, եւ մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։ Ընդհանրապես վերջին ժամանակա Հայաստանում ամենաշատ
սիրված եւ քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է։ Եվ վերջին տարիներին մեր կառավարության եւ անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Եվ այս պատահական չէ, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից հետո վերադառնալով Հայաստան 10 օր անց ուղերձով դիմեցի Հայաստանի ժողովրդին, ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դա աներկբա է, բայց այդ խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի։ Ինչպես նորածին երեխան, եթե ամենօրյա խնամքի չտրվի, ցավոք գիտենք, թե ինչ տեղի կունենա։ Եվ հետևաբար նույնը վերաբերվում է նաև խաղաղությանը, որը այսօր արդեն մի քանի ամսական երեխա է։ Եվ մենք պետք է կայացնենք որոշումներ, մենք ուզում ենք խնամենք այդ երեխային, թե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի կամքը անսասան է, մենք շարունակելու ենք խնամել երեխային, որը իդեպ շատ կարևոր է։ Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է։ Սա եզակի դեպք է։ Մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Սա այն խաղաղությունն է, որ այո դժվարությամբ, բայց մենք մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել։ Եվ սա այն ընդհանուր արժեքն է, առաջին ընդհանուր արժեքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ ստեղծել են, եւ այդ արժեքը առանձնահատուկ խնամքի կարիք ունի։ Մենք պետք է մեր շատ ընկալումներ այո վերանայենք։ Եվ օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասացի մի բան, որը կարծում եմ ընդամենը գուցե ամիսներ առաջ, գուցե մի տարի, 2 տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասացի նաեւ, որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է կան, մյուս մասը ներքին տեղահանված, այդ օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Ես ձեզ ընդհանրապես մի օրինակ եմ ուզում բերեմ, դա ցույց տալու համար, թե տրամաբանության որոշակի ինչպիսի խզումներ են երբեմն տեղի ունենում։ Երբեմն այդ թվում տարածաշրջանի կոմունիկացիաների քննարկումների տիրույթում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե օրինակ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով։ Ընդ որում սա հնչում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Այսինքն 5 րոպեան, 3 րոպեանոց կամ նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնալ, այսինքն ասում են, որ մաքսային սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ հետ պրոբլեմա ոնց կլինի, չի կա, դա աներևակայելի է։ Ես այն չի համար եմ ուզում ցույց տալ, ինչի համար եմ սա ասում։ Ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ տրամաբանության խզում կա։
Այստեղ տրամաբանության խզում կա։ Եվ ես կարծում եմ, որ մենք այստեղ ունենք լուծումներ եւ ավելին, այդ լուծումները շատ տրամաբանական են եւ նույնիսկ գծագրված։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից սովորաբար կան շատ մեջբերվող եւ քիչ մեջբերվող կամ գրեթե չմեջբերվող կետեր։ Այդ չմեջբերվող կետերից եւ ընդհանրապես իմ կարծիքով այդ հռչակագրի կարևորագույն կետը 5-րդ կետն է, որը ըստ էության խոսում է, արձանագրում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության տեսլականը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հիմա մենք եկել հասել ենք մի կետի եւ հասունացել է նորակարգը, երբ որ մենք պետք է արձանագրենք արդեն իսկ արձանագրվածը իմիջայլոց, որը ինչ որ առումով կարելի է անվանել նաեւ ռազմավարական գործարք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, որն է եւ որը կարող է լինել այդ ռազմավարական գործարքը։ Իսկ գործարքի էությունը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն ինչը ասացի, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա եւ հանգիստ են թողում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։ Այլ բան չկա անել։ Ընդ որում ես ուզում եմ արձանագրել, որ այս տեսլականը նաև արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, որի առաջին հոդվածը ասում է, մեջբերում են, հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից, կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախություն։ Այսինքն ինչ ասում է տեքստը։ Սա խորհրդային հանրապետությունները դարձել են պետություններ։ Եվ համապատասխանաբար մենք այս հիմքի վրա միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը հարգում ենք։ Հաջորդը ամբողջությամբ համապատասխանելով հոդված 1-ին կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի, կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախաբանում նույնպես հղում կա Ալմաթայի հռչակագրի։ Նկատի ունեմ խաղաղության ճարտարապետությունը քաղաքական մակարդակում ամբողջությամբ կառուցված է։ Ես հիմա այլ հոդվածներ չեմ մեջբերի, բայց Վաշինգտոնի հռչակագիրը, համաձայնագրի նախաստորագրված տեքստը, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ամբողջությամբ գծել են այդ ճարտարապետությունը։ Այսինքն քաղաքական մակարդակում մենք այստեղ խնդիրներ չունենք։ Մենք այստեղ խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Եվ սոցիալ-հոգեբանական մակարդակում գոյություն ունեցած խնդիրների մասին նույնիսկ դժվար է խոսել։ Դժվար է խոսել նույնիսկ քաղաքական առաջնորդների մասին, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է նաև խոսենք դրա մասին։ Ես օրինակ այդպիսի մի վիճակագրություն եմ դուրս բերել,
որը իհարկե դեռ փորձագիտական մակարդակով վերստուգման անհրաժեշտություն ունի, բայց առնվազն քաղաքական մակարդակով իմ տպավորությունները գնալով ավելի ու ավելի հիմնավոր են դառնում։ Ընդ որում ես չեմ կարող եւ չեմ ասի, թե այս շրջապտույտի մեկնարկային կետը որտեղ է, Հայաստանում է թե Ադրբեջանում, որովհետեւ ոչ թե դրա համար, այսինքն դա փորձել դա անել նշանակում է մտնել նոր բանավիճային տրամաբանության մեջ։ Մասնավորապես ես մի այսպիսի ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան 말ում են, որ լեգիտիմ է իրենց ասածը, իսկ դիմացինի ասածը լեգիտիմ չէ։ Ճիշտ են ասում, թե չէ։ Այս հարցը ձևակերպելը եւ փորձելը պատասխանել այս հարցին ինքնին անհաջողության նախապայման է։ Դրա համար է, որ մենք ունենք խաղաղության մեկնակետ։ Խաղաղության մեկնակետը երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգն է, որը երկու երկրներում ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ես ուզում եմ սա ընդգծել։ Հաջորդը Վաշինգտոնի հռչակագիրն է եւ ի վերջո նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ այս երեք փաստաթղթերի գոյությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Եվ այս փաստաթղթերի շրջանակից դուրս գոյություն ունեցող սոցիալ հոգեբանությունն է, որ անհրաժեշտություն է առաջ բերում ընդգծել, որ հաստատված խաղաղությունը ունի ամենօրյա խնամքի կարիք։ Եվ իհարկե հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարիք, որը արդեն աշխատանքային եւ քաղաքական օրակարգ է, եւ որի վերաբերյալ այդ աշխատանքները տեղի են ունենում եւ շարունակվում են։ Հարգելի ներկաներ, ես թերևս խոսեցի շատ բաների մասին, որ ոչ մի փաստաթղթում գրված չի կամ բխում է փաստաթղթերից, բայց չի խոսվում դրա մասին։ Եվ ես կարևոր եմ համարում եւ ուրախ եմ այս հարթակի հնարավորության համար, որտեղ կա հնարավորություն նման բաների մասին խոսելու, որովհետեւ բոլոր այն փաստաթղթերը, որ ընկած են այս խոսակցության հիմքում, հրապարակված են եւ իհարկե դեռ կշարունակվեն քննարկվել, բայց ես կարծում եմ, որ խաղաղության խնամքի տեսակետից շատ կարևոր է, որ ինչպես ընդունված է ասել, մենք այս զուգահեռ խոսակցությունը ունենանք, որովհետև այս զուգահեռ խոսակցությունն է խաղաղության նկատմամբ խնամք տանելու գործիքը, որովհետև հակառակ դեպքում մենք օրը մի քանի անգամ ասելու ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ ամիսը մի քանի անգամ հարցի առաջ են կանգնելու, ինչքանով է ճշգրիտ եւ օբյեկտիվ այս գնահատականը։ Այս գնահատականը օբյեկտիվ եւ ճշգրիտ է։ Եվ ես համոզված եմ, որ մենք
մեր ճանապարհը կշարունակենք խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալիզացման եւ շատ ամբիցիոզ կհնչի, բայց եւ հարատև դարձնելու օրակարգով, որովհետեւ ըստ էության նախագծային մակարդակում այդ ամեն ինչը պլանավորված է։ Ես նոր բան ասացի, խաղաղությունը հարատև դարձնելու մասին խոսեցի, բայց այսօր մեկ ուրիշ նոր հանգամանքի մասին ավելի մանրամասն խոսեցի, այդ ռազմավարական գործարքն է։ Ռազմավարական գործարքը, այո, խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կդարձնի հարատև եւ ընդ որում կայունությունն ու խաղաղությունը ունեցավ 2 տարի առաջ, 3 տարի առաջ, 4 տարի առաջ, եւ սա շատ կարեւոր հարց է։ Ես անկեղծ ասացի, որ կարող եմ խոսել իմ տպավորությունների մասին, ընդ որում տպավորությունների, որովհետեւ այս հարցին վերլուծական քննական մակարդակում անդրադառնալու առիթ չի եղել, իսկ իմ տպավորությունը հետեւյալն է, որ այնուամենայնիվ մենք պատմությանը, այդ թվում նախորդ դարի պատմությունը դիտարկելով կարձանագրենք հետևյալը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, ընդ որում երկու դեպքում էլ նույնը Վրաստանը առաջին անգամ ունեցան հանրապետություններ, այսինքն անկախություն հռչակեցին եւ անկախ պետություն հռչակվեցին, ընդամենը օրերի ընթացքում 2018 թվականի մայիսի ներողություն Մինչև այդ պատմության զուգահեռներն էլ է շատ կարևոր, որովհետև 1918-ից 25 թվականը եւ 2018-ից 25 թվականը։ Շատ 18 թվականին օրինակ շատ մեծ էր հավանականությունը, որ մենք կգնանք պատմության վերարտադրության ճանապարհով։ Ուղղակի մեխանիկական վերարտադրության ճանապարհով։ Եվ այստեղ է նրբությունը, որ մի X պահի X ձևով, երբեմն ինտուիտիվ, երբեմն չպլանավորված, ստացվեց, որ մենք պատմությունը ուղղակի վերարտադրելու փոխարեն նոր պատմություն ստեղծեցինք եւ նոր պատմություն ենք ստեղծում։ Բայց վերադառնալով 1918 թվականին 3 հարավկովկասյան երկրները ընդամենը օրերի ընթացքում մայիսի վերջին 10-օրյակում օրերի ընթացքում ստացան անկախություն։ 20 թվականին ամիսների ընթացքում կորցրին անկախությունը։ Ինչ կապ ունի սա 2025 թվականի իրադարձությունների հետ։ Իսկ կապը ելի եմ ասում, սա ինտուիտիվ գուցե, դեռ պետք է քննել։ Իսկ կապը նրանում է, որ երբեմն անսպասելի իրադարձությունները եւ դիտանկյունները մի հարց են դնում սեղանին։ Իսկ գուցե կամ հնարավոր է, որ հարավկովկասյան երկրների անկախությունների եւ անկախության կորուստների միջև ինչ-որ ներքին տրամաբանական կապ կա։ Եթե սրան գումարենք, որ 1991 թվականին 3 երկրները իհարկե մի քիչ ավելի լայն համատեքստում էլի ըստ էության միաժամանակ ստացան անկախություն։ Բայց եթե խորհրդային տրամաբանության մեջ ենք նայում, մենք կարող ենք հարավկովկասյան 3 երկրների պատմությունը անկախության 90-ականների զուգահեռել նախկին խորհրդային ուրիշ 3 հանրապետությունների պատմության հետ։ Եվ խոսքը Մերձբալթյան հանրապետությունների պատմության մասին է։ Ովքեր անկախությունից հետո կամ անկախության շրջանում առաջին բանը, որ ասացին, կամ կարողացան պայմանավորներ, վել հետևյալն է։ Եկեք չկենտրոնանանք պատմական հայրենիքի տրամաբանության եւ բանաձևի վրա, որովհետեւ մենք իրենք կկորցնենք մեր անկախությունը։
Եվ նրանք այս հիմքի վրա պայմանավորվեցին, հետո տարիներ, տասնամյակներ անց պարզվեց, որ դա չէ ամենակարևորը եւ ամենագլխավորը։ Եվ հիմա մերձբալթյան երկրները ունեն բոլորովին ուրիշ հարաբերություններ, ունեն բոլորովին ուրիշ պատմություն, ունեն բոլորովին ուրիշ միջավայր։ Իհարկե մարտահրավերներ լինեն, խոսքը դրա մասին չէ։ Հարավային Կովկասում դա տեղի չունեցավ, էլի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Բայց մենք հիմա կարող ենք դա անել արձանագրելով, որ մենք կարող ենք կենտրոնանալ մեր պետությունների, մեր պետականությունների, մեր անկախությունների, մեր ինքնիշխանությունների ամրապնդման վրա։ Ելնելով ենք անխավարկածից, որ դրանք պատմականորեն ունեն ինչ-որ ներքին փոխկապակցվածություններ, որոնք գուցե թե այդ պատմաբանները, որ զբաղվելու լինեն, կարծում եմ շատ լավ թեմա է, որ զբաղվեն։ Իսկ ինչ ներքին փոխկապակցվածություններ կան։ Եվ իմ պատասխանը էլի ինտուիտիվ, որովհետև այդ պահին հարցը հնչեց եւ հարցին պետք էր պատասխանել, ինտուիտիվ դա էր, հիմա հնարավոր դարձավ, որովհետև 2024 եւ 2025 թվականին գուցե թե մեր անկախություններին սպառնացող ընդհանուր վտանգները գուցե թե ավելի տեսանելի կամ ոչ թե ավելի, կամ գուցե թե վերջին տարիների համար առաջին անգամ տեսանելի դարձան։ Եվ կարող է պարզվի, որ սա ամենևին էլ երկրորդական գործոն չէր, որը ստեղծեց հնարավորություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։ Իհարկե, այս գործում, Վաշինգտոնյան համաձայնությունների գործում, մեծ եւ անգնահատելի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպի դերը, նրա անձնական մասնակցությունը եւ նրա անձնական ներգրավվածությունը, բայց այնուամենայնիվ ուզում եմ ընդգծել, որ նախորդող շրջանում մենք երկու շատ կարևոր ձեռքբերում ենք արձանագրել։ Առաջինը սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը եւ երկրորդը այն, որ մենք 2025 թվականի մարտին հասանք այն կետին, երբ հայտարարեցինք, որ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են, խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցմամբ։ Եվ հետևաբար, ամփոփելով խոսքս, ուզում եմ արձանագրել, որ սա օրգանիկ խաղաղություն է, որը ստեղծվել է, ձևավորվել է տարածաշրջանում, սա ներմուծված խաղաղություն չէ, սա մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համատեղ աշխատանքի արդյունք է եւ այդ արդյունքը պետք է ամենօրյա խնամքի ենթարկվի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը նվիրված են այս օրակարգին եւ մենք շարունակելու ենք առաջ ընթանալ այդ ռազմավարությամբ։ Շնորհակալ եմ եւ պատրաստ եմ մի քանի հարցերի պատասխանել։ Շնորհակալություն կողմնակցության եվրիկի համար, ինքնայք պարոնայք ըստ աշխատակարգի եւ ժամանակի սղությամբ, այսպես պայմանավորված եկեք ձեռք բարձրացնենք, մեր գործընկերները կմոտենան եւ հարցուգալու հնարավորություն կունենան, խնդրում եմ հնարավորության դեպքում հարցը ձևակերպել հակիրճ ու հստակ։ Դե ինչ կարող եմ սկսել, խնդրեմ։ Is one of the earliest participants in the Belt and Road Initiative. Armenia now is also advancing the Crossroads of Peace initiative. In your opinion,
In what areas should our two countries work together to promote the alignment between the Belt and Road Initiative and the Crossroads Peace Initiative? Thank you. Շնորհակալ եմ հարցի համար։ Ըստ էության Հայաստանի եւ Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության ընդունված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը եւ իհարկե շատ տպավորիչ այց էր եւ մեծ պատիվ էր նախագահ Սի Ցզինպինի հետ ընդունել այդ փաստաթուղթը եւ այդ թվում ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա խաղաղության խաչմերուկ նախագծին եւ գոտի եւ ճանապարհ նախագծին եւ ակնհայտ է որ այդ նախագծերը բովանդակային առումով ունեն համընկումներ, բայց ուզում եմ ընդգծել նաեւ որ այդ նախագծերը եզակի չեն իրենց համընկումներում, այսինքն կան էլի նախագծեր, որոնց հետ համընկումը նկատելի է, երկու նախագծերի է, այդ թվում միջին միջանցք եւ այլ նախագծեր էլ կարելի է հիշատակել, ինչը լավ է։ Մեր տեսակետից լավ է, ինչը նշանակում է, որ մասնավորապես խաղաղության խաչմերուկը, մասնավորապես Triproot նախագիծը իրենք մի կետ են, որը կարող է համատեղել տարբեր երկրներում ձևավորված բովանդակությունը եւ իմ կարծիքով դա գործնականում տեղի է ունենում, պարզապես պետք է լինել պրոֆեսիոնալ, հետևողական եւ համբերատար։ Այսինքն իմ կարծիքով վերջին տարիների մեր արտաքին քաղաքական ընդգծումները եւ սա է միջայլոց բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության էությունը ոչ թե բախվում են, այլ ընդհակառակը լրացնում են մեկը մյուսին։ Պարզապես անհրաժեշտ է, որ սա բավարար չափով պարզաբանվի եւ լուսաբանվի, որովհետեւ 21-րդ դարի մարդը, այդ թվում եւ քաղաքական գործիչները ունեն մի այսպիսի առանձնահատկություն, կարդում են վերնագրեր եւ չեն կարդում տեքստեր, բայց այնուամենայնիվ նրանք ովքեր պատասխանատվություն եւ առաջնորդություն ունեն, պետք է նաեւ ունենան տեքստեր կարդալու համբերատարություն եւ այդ տեքստերի ընթերցումը շատ հաճախ ակնհայտ է դարձնում վերնագրերից ստացված տպավորությունների խաբուսիկ լինելը։ Ինչ առիթով եմ սա ասում։ Մասնավորապես Վաշինգտոնյան հռչակագրից հետո մի շարք գործընկեր երկրներում որոշակի մտահոգություններ բարձրացան, բայց ժամանակի ընթացքում այդ մտահոգությունները ոչ միայն փարատված են, այլև ընդհակառակը մենք տեսնում ենք գործընկեր երկրներից հետաքրքրություն մասնակցելու եւ ներկա լինելու տեղի ունեցող process-ներում եւ տեսնելու եւ նկատելու այն առավելությունները, որոնք մի շարք երկրների, որոնք մտահոգություններ էին արտահայտում, կբերի այդ նախագծերի իրականացում։ Եվ ես այս առումով իհարկե շատ ոգևորված եմ, որ հնարավորություն կա Հայաստանը դարձնել իսկապես խաղաղության խաչմերուկ։ Dear Prime Minister, we have one question. My name is Aldanis Gusenov from Kazakhstan. We have 3 delegates from Central Asia, 2 from Kazakhstan, 1 from Uzbekistan. And we would like to ask, what prospects do you see for cooperation between Central Asia and South Caucasus? Գիտեք, իրականում այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ Triproot նախագիծը կենտրոնական Ասիայի երկրները կարծում եմ այդ նախագծերի
առաջնային շահառուների ցանկում է, եւ ես ձեզ մի օրինակ բերեմ, ինչը կարծում եմ ավելի ամբողջական պատկերացում կտա մեր պատկերացումների մասին։ Հայաստանը եւ Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են։ Եվրասիական տնտեսական միությունը ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի եւ կապիտալի ազատ հոսքի մասին է։ Բայց երբ մենք այսօր նայում ենք, իմիջիայլոց նաեւ Ղրղզստանը, բայց երբ մենք այսօր նայում ենք մեր փոխադարձ առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այնուամենայնիվ Եվրասիական տնտեսական միության բովանդակային տրամաբանությանը չի անպատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը։ Եվ ինչի պատճառով։ Այդ թվում հաղորդակցության արագ եւ էժան ուղիների բացակայության պատճառով, որովհետև այնպես չի, որ հաղորդակցության ուղիները բացակայ են։ Այդ հաղորդակցության ուղիները կան, բայց այդ հաղորդակցության ուղիները երկար են եւ թանկ։ Եվ տեսեք, թե ինչ է տեղի ունենում այս օրերին։ Այս օրերին քիչ առաջ նշված համաձայնությունների արդյունքում Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով, որովհետև վերջերս Ադրբեջանի նախագահ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները, եւ ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, ինչի մասին արտահայտվել եմ նաեւ միջազգային հարթակներում, եւ այս հայտարարության պարզվեց առաջին շահառուն կենտրոնական Ասիայի երկրներն են։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը առաջին հերթին, բայց նաեւ կենտրոնական Ասիայի երկրները։ Թվում է, թե չէ, շատերն ասում են, որ տեսեք, այս process-ները դեմ են կամ հակասում են Եվրասիական տնտեսական միության շահերին։ Հիմա տեսեք, այն ինչ որ այս համաձայնություններից առաջ հնարավոր չէր երկու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև, հնարավոր դարձավ Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում եւ դրանից հետո։ Եվ սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող է լինել։ Նույնը եւ Ուզբեկստանի դեպքում իհարկե մենք շատ մեծ ցանկություն ունենք նաեւ Ուզբեկստանի հետ մեր հարաբերությունները թե քաղաքական, թե տնտեսական խորացնելու։ Դա շատ լավ տեսություն է, որը գործնականում իրականացման բազում առաջին հերթին լոգիստիկ խնդիրների է հանդիպում եւ այս նախագծերի իրականացումը իհարկե նպաստելու է այդ խնդիրների լուծմանը եւ սա ճանապարհ է այդ թվում Հայաստանի եւ կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու եւ հիմա արդեն ապացույցը սա արդեն մի հանգամանք է, որը ունի ապացուցելի հենք։ Բայց ես ուզում եմ ընդգծել նաեւ, որ տեսեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո տարանցման սահմանափակումները վերացնելու մասին մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից Մարկարայով, այս քարտեզի վրա Մարկարան չի երևում, ներողություն, Մարկարայով ու Խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը ապահովելու։ Ինչու ենք մենք հիմա դա հիշատակում միայն, որովհետև այս պահին դա միակ ուղին է, որ բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները պատրաստ են։ Իհարկե մենք Վաշինգտոնի հռչակագրով երրորդ կետում նաև արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում երկաթուղին ապաշրջափակելու օրակարգը, որը իրականացման փուլում է։ Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաև Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև այդ թվում երկաթուղային կապ ապահովելու, բայց հիմա ուղղակի ֆիզիկապես դա հնարավոր չի անել, որովհետեւ չկա երկաթուղի։ Այդ երկաթուղին դեռ պետք է կառուցվել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրով
դա պետք է տեղի ունենա TRIP նախագծի շրջանակում, որը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգի հարց է, որտեղ իհարկե ունի հետաքրքրություններ Ադրբեջանը, որտեղ հետաքրքրություններ ունի Թուրքիան, որտեղ հետաքրքրություններ ունի Վրաստանը, որտեղ հետաքրքրություններ ունի Իրանը, որտեղ հետաքրքրություններ ունի Ռուսաստանը, որտեղ հետաքրքրություններ ունեն Կենտրոնական Ասիայի երկրները։ Ես օրինակ տեսեք, նաև այդ թեման է խոսում, թե իսկ ինչքանով է պայմանավորվածությունները, ինչքանով են համապատասխանում մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ համաձայնությունների իրականացման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով եւ հակառակ ուղղությամբ։ Շատ է խոսում, թե իսկ Վրաստանի շահերին ինչքանով է համապատասխանում, այս նախագծի իրականացմամբ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սև ծով, Պարսից ծոց ուղղությամբ եւ նաեւ այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը երկաթուղային կապի հնարավորություն կունենա եւ իմիջայլոց արդեն խոսք է գնում այն մասին, որ այդ թվում Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նկատի ունեմ այն ինչ տեղի է ունենում ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության եւ կայունության գործոնը եւ տնտեսական համագործակցության ու զարգացման, այդ թվում Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Աստղիկ Սարգսյան, Հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, մինչ Հայաստանի իշխանությունները նոր կոմունիկացիաներով խաղաղ տարածաշրջան են նախագծում, փորձում ներգրավել կամ ներգրավում միջազգային գործընկերների, Ադրբեջանի նախագահը անում է հայտարարություններ, որոնք հակասում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների խաղաղասիրական ոգուն։ Ինչպես կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը, որում Սևանա լիճը անվանում է ոչ հայկական անվանումով, խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձից, որը այս փուլում հղի է լուրջ ռիսկերով, կարելի է այս հայտարարությունը գնահատել որպես հետքայլ խաղաղության process-ից։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ձեր հարցով իրականում դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Որովհետև հիմա ես ձեր հարցին երկընտրակի առաջ եմ։ Ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեղ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայեք, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Ինչ որ անում։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որովհետև եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերվում է վերադարձի թեմային, պատմական հայրենիքի կոնտեքստ, դա շատ վտանգավոր բան է, որովհետև ընդ որում ընդհանրապես արդեն ասացի խաղաղության տրամաբանության համար, որովհետև եթե պատմությանն ենք հղում անում, պետք է նաև բան անենք։ Տեսեք, ասում ենք 2025 թվականի օգոստոսի 8 Այդ կոնկրետ կարող ենք ասել ամիս ամսաթիվ եւ մեկնարկային կետ։ Կարող ենք ասել 2024 թվականի ցավոք չեմ հիշում կանոնակարգը երբ է ստորագրվել,
սեպտեմբերին եւ հոկտեմբերին վավերացվել է, կարող ենք կետը ասել։ Եվ կարող ենք ասել, այ սա քաղաքական մեկնակետը, որի վրա կառուցվում են մեր process-ները։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Պատմական հայրենիքը որ թվից է սկսում։ Մեր թվարկությունից առաջ 70-ականները օրինակ կարա լինի այդ պատմական հայրենիքի մեկնակետ։ Կարա լինի, թե չէ լինի։ Այսինքն որը մեկը համաձայնա, նախեց հարցը ճշտենք։ Մեկը կասի 50 տարվանն է, ասցի, կան ուժեր եւ մարդիկ, ովքեր ասում են ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, լեգիտիմ մեկնակետը 1920 թիվն է, մարտից նոյեմբեր ընկած ժամանակաշրջանը։ Դրանից ավելի լեգիտիմ հենք պատմության գոյություն չունի։ Եվ կհիմնավորեն մարդիկ։ Մի մասը ասում է 500 տարի առաջ։ Եթե ուշադիր լինենք, եթե մենք գնում ենք պատմական մեկնակետի տրամաբանությամբ, հազար ներողություն, հույս ունեմ շատ լուրջ չեք ընկալի, կամ Մոնղոլիան կարող է մեզ ասի մի հատ շատ լավ, եկեք բան ունեմ ձեզ ասելու։ Վերջերս եմ ես Մոնղոլիայում եղել եւ ուզում եմ իրանց հետ նորմալ հարաբերություն է, դենց վախ վխելով կամած զգույշ գնացել եմ հանկարծ չասեն, այս մեր ինչ կա մեր դրանից առաջ Իրանը կարա ասի, ես ինչ եք քննարկում։ Ընդ որում երբեմն ես ձեզ ասեմ, մի այսպիսի զավեշտալի պատմություն ա եղել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ։ Ուրեմն մի բանավեճի ժամանակ, չասեմ որտեղ է տեղի ունեցել այդ բանավեճի եւ մասնակցությամբ, կողմերից մեկը մյուս կողմին ասել հա հիմնավորելու համար իր քաղաքական դիրքորոշումը, ասել է դու գիտես որ մեր լեզվով զանգ նշանակում է զանգ։ Կողմից մյուսը ասել է դու գիտես որ մեր լեզվով էլ է զանգ նշանակում զանգ։ Ու ընդհանրապես հետո պարզվել է որ այդ զանգը պարսկերեն է նշանակում զանգ։ Հիմի ումն է պատմական ճշմարտությունը։ Ումն է պատմական ճշմարտությունը։ Արաբական երկրները Բյուզանդիան հույները որ սկսեն մակեդոնացուն հիշել ընդհանրապես Հռոմը իտալացի մեր գործընկերները այսինքն մենք ուր կհասնենք Ես էլ եմ ասում մենք այդ պատմությունը կարդացել ենք եւ մենք իմ գնահատմամբ արդեն իսկ ստեղծել ենք նոր պատմություն, 2 տարվանն էլ է պատմություն։ Նոր պատմություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք այդ պատմության ստեղծումը։ Հա, այդ ընթացքում եւ էլ եմ ասում, ոչ կասեմ բարեբախտաբար, ոչ էլ կասեմ դժբախտաբար։ Պատմական սոցիալ հոգեբանությունը մի բան չի, որ սենց ռուբիլնիկը քաշես ու կանգնացնես, անջատես, անջատիչով։ Մենք պետքա կարողանանք անցյալը տարբերակել ապագայից։ Ընդ որում ապագան այսօր է եւ ապագան նույնիսկ 2024 ապագան նույնիսկ 2024 թվականն է։ Մենք արդեն 2 տարի ապրում ենք ապագայի մեջ։ Հիմա պետք է ընտրություն մենք շարունակելու ենք ապրել ապագայի մեջ։ Որը այսօր է։ Եվ դա մեր ռազմավարությունն է։ Հիմա նույն տրամաբանությամբ ես ձեզ ուղիղ ասեմ։ Նույն տրամաբանությամբ երբ որ Ադրբեջանը բան անենք, մոնիտորինգ անենք, Ադրբեջանում կարծիքները եւ այլն ժամանակ առ ժամանակ ներկայացնում են թե ինչ զեկույցներ կա։ Օրինակ Ադրբեջանում այսպիսի դիսկուրս կա։ Ասում են Հայաստանը ճիշտ չի ասում,
կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ադրբեջանի։ Ոնց են հիմնավորում, ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։ Դե իրանց ընկալումն է։ Դե ասում են, դե եկեք մենք է, որ իրանք տենց է, եկեք մենք ասենք գյոյչ է։ Ստեղ էլ ասում են, դե որ ասին գյոյչ է, եկեք ասենք բան։ Գանձակ ասենք, եկեք ասենք կովսական, եկեք ասենք քաշաթաղ։ Իրանք ասում են, տեսեք ասցին ջրական, եկեք ասենք, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Ու ասում են Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Այնտեղ նայում են, ստեղ նայում են, ասում են, տեսեք ասցին Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Եկեք հիշենք, որ Արամյասն ու Մանթաշյանն են Բաքվի նավթի տերը։ Բա Ադրբեջանն էլ ասում են, որ Խորհրդային Միությունը այդ ապօրինի զավթել է բաները։ Շատ լավ, դե ուրեմն Արամյանցի եւ Մանթաշյանի սեփականությունը, որպես մենք ժառանգորդներ, հասկանում եք ուր ենք հասնում, ուր ենք գնում։ Դա սխալ ճանապարհ է։ Ու ընդ որում, այստեղ բացի մեր երրորդ կողմի Հայաստանի եւ Ադրբեջանից դուրս Այսինքն Հայաստանի Ադրբեջանի մի ներկայացուցիչ չկա, որ ինքը ի սկզբանե սենց բան ա եղել, իմաստուն ա եղել, եւ այս տրամաբանությունից դուրս մենք բոլորս եղել ենք այդ տրամաբանության մեջ, որովհետեւ մենք մեր երկրների, մեր ժողովուրդների սոցիալ հոգեբանության կրողներն ենք։ Մենք մեր պատմության զավակներն ենք եւ սպառողներն ենք, այո, բայց մենք պետքա հարց տանք մեզ, մենք ի վիճակի ենք քաղաքական առաջնորդություն ստանձնել։ Մենք այդ հարցի պատասխանը տվել ենք։ Մենք այդ հարցի պատասխանից չենք հրաժարվելու։ Դա մեզ համար ռազմավարություն է։ Եթե որևէ մեկը հրաժարվելու է կամ հրաժարվում է, թող ուղիղ ասի։ Ակնարկների կարիք չկա։ Եվ ակնարկները չեն էլ աշխատի, որովհետև ունենք լեգիտիմության, որովհետև այդ ակնարկները եթե նույնիսկ լինեն, դրանք լեգիտիմ չեն, որ լեգիտիմությունը բխում է ընդունված փաստաթղթերից։ Հետևաբար, ես օրինակ, երբ որ մի օր է լինում, որ Հայաստանում ինչ-որ մի պատճառով ներքաղաքական, մշակութային, որևէ պատճառով տեսնում են, որ այդ խոսույթը ակտիվացել է, ես գիտեմ 1-2-3 օր հետո կամ 1-2-3 ժամ հետո Ադրբեջանից հայելային խոսույթները գալու են։ Հետո Հայաստանից հայելային արձագանք, միջև սոցիալական ցանցերում լինի մի չկանխատեսված իրադարձություն, որ երկու կողմերին էլ ասենք չգիտեմ, ինչ-որ մի հատ իրադարձություն։ Ասենք շոու բիզնեսի հետ կապված։ Ասենք Ջենիֆեր Լոպեսի համար կամ ֆուտբոլի հավաքականներից մեկի հաջողությունը կամ անհաջողությունը, բոլորը կմոռանան պատմական հայրենիքի բանի մասին, մինչև դիմացի կողմը հիշեցնի դիմացի կողմին։ Եվ ես ինչի համար եմ սրա մասին խոսում, որտեղ ես հասկանում եմ, որ չենք հաղթահարելու առանց խոսելու, պետք է խոսենք, որովհետև ընդ որում պետք է արձանագրենք, որ եկեք չփնտրենք մեկնակետը, որովհետև դա էլ է ծուղակ։ Որովհետև ես տեսնում եմ, որ շատ դեպքերում Հայաստանում մարդիկ չեն տեսնում փող կապերը բանի, այդ երևույթների, քաղաքական խոսույթների, ընդ որում երբեմն էական չի ընդդիմադիր, թե կառավարական։ Եվ Ադրբեջանում էլ չեն տեսնում։ Մենք պետք է խոսենք սրա մասին։ Պետք է խոսենք սրա մասին, եւ ես ուրախ եմ, որ այսօր առիթը կա, եւ ես խոսում եմ դրա մասին, եւ սա հրապարակային խոսույթ է, եւ մենք այս գիծը տանելու ենք։
Prime Minister, thank you very much for your speech and for your comments. I'm an Istanbul-based Turkish journalist. You might remember me. I'm with my colleague. We were part of the Turkish journalist delegation interviewing you back in March. After that, I think you went to Turkey to meet the Turkish President Erdogan. But can you tell us where we are in terms of Turkish-Armenian normalization following August 8th? Correct me if I'm wrong, but we don't see much of a visible signs of progress on that track. In view of the fact that you would be hosting the European Political Community Summit in May, have you received signs from Ankara that Turkish president might come to attend this summit? Thank you very much, Prime Minister. Շնորհակալ եմ հարցի համար եւ ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, տարածաշրջանային առումով հիմա Հայաստանում կա մի բացառիկ իրավիճակ։ Այդ բացառիկ իրավիճակը հետեւյալն է, որ մենք ինստիտուցիոնալ կապ ունենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Այսպիսի իրավիճակ մենք նախկինում չենք ունեցել։ Այսինքն իհարկե Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեզ միշտ կապել են եղբայրական բարեկամական կապեր, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել։ Հիմա նորությունն այն է, որ մենք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն։ Եվ սա կարևորագույն նորություն է։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իմիջիայլոց, քանի որ խոսակցությունը կա, եւս այսպիսի մի նրբության մասին եմ ուզում խոսել, ցույց տալու համար, թե սոցիալ հոգեբանական բանաձևերը փոխելը երբեմն ինչ մեծ դժվարությունների հետ է կապված։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ, մինչև հիմա մեր խոսույթում, հայաստանյան խոսույթում, այդ թվում ես երևի չնկատելով, շատ հաճախ օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը չի արտահայտում այն բովանդակությունը, որի մասին մենք խոսում ենք, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները ուրիշ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ուրիշ բան, այնպես չի, որ դրանք համընկման տեղեր չունեն, բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունը ուրիշ բան։ Իմիջիայլոց ասեմ, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ասենք օրինակ նույն երրորդ երկրներում, շատ հաճախ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի պրոբլեմ չի եղել։ Դե մարդիկ իրար հետ ապրել են, աշխատել են, երբեմն ընկերություն են արել, իրար հրավիրել են, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պայմաններում։ Վերադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իմ կարծիքով գտնվում է ճիշտ ուղու վրա։ Դուք հիշում եք, որ ձեզ տված հարցազրույցում ես ասել եմ, որ իմ գնահատմամբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը ժամանակի հարց է, եւ ես վերահաստատում եմ դա, որովհետեւ մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Այստեղ խնդիրը արագությունն է ճանապարհ անցնելու։ Եվ պիտի արձանագրենք, որ այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում առկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ։ Բայց ես իմ գնահատականը շարունակում եմ մնալ նույնը եւ այո, ես շատ կարեւոր է տեսեք վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում վերջին անգամ, առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում եւ այդ այցը շատ հաջող եմ համարում եւ այո, այդ այցի ընթացքում նաեւ նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Ես ճիշտ չի լինի, որպեսզի մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը,
պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ եւ հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի։ Իգնեք եւ պարոնայք, եթե ես ճիշտ հաշվեցի, վերջին հարցի հնարավորությունն է։ Thank you very much. Hello, Prime Minister. My name is Eleonora Tafuro from ISPI in Milan, Italy. I wanted to ask about the future of the EU monitoring mission to Armenia, and also if you think there is any role whatsoever for the European Union in the establishment and development of the TRIP and other connectivity routes. Thank you. Եվրոպական միության մոնիտորինգի խմբի ապագայի վերաբերյալ հետևյալը կարող եմ ասել, ու առնվազն մինչև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի ստորագրվել, մոնիտորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում։ Համաձայնագրի ստորագրումից հետո եւ վավերացումից հետո իհարկե որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել եւ կլինեն, ինչի վերաբերյալ մենք Եվրամիության մեր գործընկերների հետ ունեցել ենք եւ պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ։ Ինչ վերաբերվում է TRIP նախագծին, արդեն ասացի, որ մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ իրականացնենք այդ նախագիծը, որովհետև ուզում եմ ընդգծել այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար։ Իմիջիալով շատ հետաքրքիր է։ Այդ նախագիծը նույնքան կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր է Ադրբեջանի համար, նույնքան կարևոր է Իրան Իսլամական Հանրապետության համար, նույնքան կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների համար, նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վերաբերյալ արդեն պաշտոնական մեկնաբանություններ են հնչում Ռուսաստանի Դաշնությունից, նույնքան կարևոր է Վրաստանի համար, նույնքան կարևոր է Եվրամիության համար, նույնքան կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, նույնքան կարևոր է Չինաստանի համար։ Այս թվարկումը ինքնին նույնքան կարևոր է Թուրքիայի համար։ Այս թվարկումը ինքնին երաշխիք է, որ այդ նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է ըստ էության մեր ժամանակակից պատմության ամենահաջող նախագիծը, որը բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն եւ կայունություն։ Ես ուզում եմ անվտանգության եւ կայունության գործոններում ընդգծել փոխադարձ փոխկապվածության գործոնը որպես անվտանգության եւ կայունության եւ խաղաղության երաշխիք։ Եվ ես համոզված եմ, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը համաձայն օգոստոսի 8-ի հռչակագրի այն կարևորագույն գործոնն է, որը խաղաղությանը տալու է գործնական տեսք։ Ես ելի եմ ասում, իհարկե շատ բարձր եմ գնահատում, որ այդ գործոններից մեկը հենց այսօր այս ժամերին ընթացքի մեջ է։ Ես իհարկե չգիտեմ, թե այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին արդեն կհասնի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան։ Դա նշանակում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը իրականություն է, եւ ես ելի ուզում եմ ի հեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների եւ ընկալումների կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, ով այդ որոշումը կայացրեց, իմիջիալոց ասեմ, որ այդ որոշումը, դա էլ է շատ հետաքրքիր բան, այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ։ Որ մենք գիտենք, որ Ադրբեջանի որ կա ըմբռնում համաձայնություն, որ մի գնացք կգա, բայց դա եղել է մեր ընկալումը եղել է մի գնացքի մասին։ Եվ այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության մեզ համար անսպասելի էր, եւ սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի
բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան, առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել եւ մեր բոլորի խնդիրն է աջակցել, որ երկկողմանի իհարկե եւ բազմակողմանի այդ վիճակագրությունը ավելի շատ դրական արդյունքներ արձանագրի։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Շնորհակալություն։